Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես պետք է շարունակեմ իմ գործընկեր Արա Այվազյանի միտքը։ Այստեղ մոտենալուց ես գրպանիցս գտա այս այցեքարտերը։ Սրանք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնողների այցեքարտերն են, որոնցով մենք փոխանակվել ենք ընդամենը 1 շաբաթ առաջ հանդիպման ժամանակ։ Միջազգային կառույցների դիտորդական առաքելությունների հետ հանդիպումների ժամանակ ստեղծվում է տպավորություն, որ մենք իրար հասկանում ենք, մենք իրար լսում ենք, մենք ընդունում ենք դիտողությունները, մենք ընդունում ենք ներկայացված փաստերը, բայց այսօրվա լռությունը ցույց է տալիս, որ երևի թե մեզ հետ հանդիպող կողմը կամ չի տեսնում, կամ չի լսում, կամ պարզապես չի ուզում արձագանքել այն իրողությանը, որ տեղի է ունենում վերջին մի քանի օրերի ընթացքում։ Դիմում եմ միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Դուք տեսնում եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնում առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ։ Դուք լսում եք նրա հռետորաբանությունը։ Դուք տեսնում եք, թե ինչպես է իշխող ուժի ղեկավարը քաղաքացու ձեռքից քաշելով պարտադրում նրան, որպեսզի լսի իր վիրավորանքները։ Իսկ տեսնում եք, երբ ինքը համաձայն չի լինում քաղաքացու դիտողությունների հետ, հրահանգում է նրան հեռացնել այդտեղից։ Մենք տեսանք, թե ինչպես Ազատի զորամասում զոհված զինվորի պապիկին պարզապես հեռացնում են հավաքի վայրից, որովհետև Փաշինյանը չի ուզում լսել սեփական երկրի, սեփական քաղաքացիների դժգոհությունը եւ անձնական ողբերգությունը, որը ապրում են այդ մարդիկ հենց իր եւ իր իշխանության պատճառով։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դուք տեսնում եք, որ Փաշինյանը հրահանգում է հավաքներից հեռացնել բոլոր նրանց, ում հետ նա համաձայն չէ։ Այսինքն նա բաժանում է հասարակությունը մարդկանց, ովքեր յուրայիններ են, եւ մարդկանց, ովքեր համաձայն չեն իր հետ եւ պետք է հեռացվեն։ Այստեղ իհարկե ես ունեմ առաջարկ ուղված նաեւ Փաշինյանին։ Այդ ձեր համակիժներին լցրեք այդ ձեր ուրախ ավտոբուսները, միտեղ ընտրեք, մասովկայի համար տարեք իրենց կանգնեցրեք եւ իրականացրեք ձեր հիստերիաներն ու քարոզարշավը։ Եթե մեր հասարակության մեջ կրկին անգամ պետք է փորձեք բաժանարար գծեր անցկացնել։ Միջազգային հանրության, միջազգային կառույցների մեր ներկայացուցիչների ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս նախընտրական քարոզարշավը աչքի ընկավ նաև նրանով, որ քարոզարշավը արժեցավ մարդու կյանք։ Այս իշխանությունների պատճառով, այս իշխանությունների մեղքով մարդու կյանք արժեցավ այս քարոզարշավը։ Նախընտրական պաստար պոկելու, պատռելու համար մարդուն ոչ միայն ձերբակալեցին, կալանավորեցին, այլ տեղավորեցին հոգեկան առողջության կենտրոն։ Սա աբսուրդ է, սիրելի հայրենակիցներ։ Այդպիսի արարքի համար կա վարչական պատասխանատվություն։ Դա քրեորեն պատժելի արարք չէ, այդ արարքում չկար հանցակազմ, բայց այս իշխանությունները իրենց պետական մարմինների գործողությունների արդյունքում մարդուն հասցրեցին մահվան։ Հիմա ուր է միջազգային կառույցների արձագանքը։ Չեն տեսնում, չեն լսում, թե չեն ուզում արձագանքել։ Ուզում եմ իրավապահների ուշադրությունը գրավել հետևյալ հարցին. դուք քրեական օրենսգրքի 329 հոդվածի մասին որևէ բան գիտեք։ Դուք կարդացել եք այդ հոդվածը։ Եթե կարդացել եք, ապա շրջվեք նայեք վարչապետի խոսույթը։ Եթե կարդացել եք, ուրեմն վարչապետի գործողություններից յուրաքանչյուրը այդ հոդվածով քրեական պատասխանատվության համար հիմք է ստեղծում։ Սիրելի հայրենակիցներ, մեր որդեգրած սկզբունքը եղել է հետևյալը. լինել հանդուրժողական, քաղաքական, քննադատության հանդեպ։ Եվ շատ հաճախ իշխող ուժի ղեկավարի արտահայտությունները, վիրավորանքները եւ սպառնալիքները փորձել ենք տեղավորել քաղաքական գործընթացների շրջանակներում։ Դե ասում ենք մարդ է, թող խոսի, քաղաքական գործընթացներ են, բայց կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի։ Եվ այդ կարմիր գծերը հատելը ենթադրում են հակազդեցություն։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ
վերջին հայտարարությունները, որոնք արվել են լրտեսության կամ օտարերկրյա գործական լինելու հետ կապված, ստանալու են իրավական պատշաճ հետևանքներ։ Նախաձեռնվելու է իրավական գործընթաց եւ ի վերջո այսպիսի սուտ ինֆորմացիա տարածելու համար ենթարկվելու են պատասխանատվության։ Եվ վերջում ուզում եմ եւս մեկ հանգամանքի մասին եմ ուզում խոսել, ելի հրավիրելով միջազգային կառույցների ներկայացուցիչների ուշադրությունը։ Մենք անընդհատ ստանում ենք ահազանգեր այն մասին, որ տարբեր ոլորտների մասնագետներին, բժիշկներ, ուսուցիչներ, չգիտեմ, մանկապարտեզի աշխատողներ եւ այլն ստիպում են, որպեսզի իրենք մասնակցեն իշխող ուժի նախընտրական քարոզարշավին։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ չեմ կարող հորդորել գնալ լուրջ հակազդեցության, կոշտ հակազդեցության։ Պարզապես կարող եմ հորդորել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության եւ կատարել ճիշտ ընտրություն։ Հիշեք, որ չկա Նիկոլի Հայաստան, կա կամ Նիկոլ, կամ Հայաստան։ Եվ վերջում ուզում եմ դիմել մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, հետեւաբար իրենց ոչ հետաքրքիր է այս ամբողջ նախընտրական քարոզարշավը եւ ոչ էլ հունիսի 7-ը։ Ուզում եմ նրանց հիշեցնել, որ 2023 թվականի էթնիկ զտումը եւ Արցախի կորուստը հենց իրենց քաղաքականությամբ չզբաղվելու հետևանքն է։ Հետևաբար ինքներդ որոշեք։ Եթե չեք զբաղվում քաղաքականությամբ, ուրեմն համաձայնեք, որ 300,000 ադրբեջանցի գա եւ բնակվի ձեզ հետ։ Գա եւ բնակվի Ադրբեջանի սպեցնազի ուղեկցությամբ։ Այն որ ասում են գալու են բնակվել, հո այլ մոլորակում չեն բնակվելու, ձեզ հետ ձեր կողքին են բնակվելու։ Այդ ժամանակ խնդրում եմ չասեք, որ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։